Բարի օր, ժողովուրդ ջան, ոնց է տրամադրություններդ, լավ է, ավելի լավ է լինելու, դուխով մնացեք, ժողովուրդ ջան, դե իմ իմանալով Նարեկ Կարապետյանի վրա քննչական կոմիտեում ռեալ գործ է բացած, այդ պարզվել է, որ ռուսական քաղաքացիություն ունի, դե պատահական, ասենք, քննչական կոմիտեն գործ չի բացի, Նարեկն ասում է նման բան չկա, մենք դատի ենք տալու սենց, բայց ես չեմ կարծում, թե քննչական կոմիտեն, որ Ռուսաստանից Զապրոս արած չլի, ստույգ ստացած չլի, գործ կհարուցի նրա վրա պատահական, տենց բան չեն անի, իմ կարծիքով։ Դե ես դրա համար, ես չեմ ուրախանում, ես ուղղակի նորությունը հայտարարում եմ, ուրիշ ոչ մի բան, ես ոչ ուրախանում եմ, ոչ տխրում եմ, ինձ հետ էլ մեր ժողովուրդը ես ինչ գիտեմ, ինչ լսում եմ, ուզում եմ ինձ հետ էլ մեր ժողովուրդը իմանա, ամեն ինչ այդ բաներից տեղեկացված լինեն մարդիկ։ Մենք ոչ դրանց ուրախանում ենք, ես գիտեմ, որ իմ ընկերներն էլ, ֆեյսբուքյան ընկերները ոչ մեկը չեն ուրախանում, չեն էլ տխրում։ Ուղղակի մենք էլ մեր կյանքն ենք ապրում, ոնց կարողանում ենք։ Ժողովուրդ ջան, հիմա ամենակարևորը այսօր լսում եմ Գագիկ Ծառուկյանին, ժողովուրդ ջան, այդ մարդը բան է, էլի հոբբաթ է, դե այսօր արդեն հայտարարեցին, որ ցեմենտի գործարանն էլ է պետականացվելու նույն հեցի նման, մոտ օրերս այս շաբաթվա մեջ հնարավոր է մի հատ դիրեկտոր էլ ընդե ուղարկեն, միջև արդեն Ծառուկյանից վերցնեն այդ զավոդը։ Հիմա դրա համար Ծառուկյանին հարց են տալի, Ծառուկյանն ասում է, դե մենք 25 տարի օրինական բան ձեզ առել ենք, ես գիտեմ, որ այդ զավոդը Ծառուկյանը առել է $1000-ով։ Հիմա կարող ասի $1 միլիարդ ես ընդեղ դրել եմ, ես եմ արել, նու այդ իրանց գործն է, բայց պետության դեմ խաղ չկա, ասում է պետությունը Նիկոլ Փաշինյանն ասում է, մեզանից գողանում է։ Հիմա ես ուզում եմ ասեմ, Ծառուկյան ջան, ձեզանից չեն գողանում, այդ դուք եք գողանում, ընդե մարդիկ աշխատում են, քո այդ ցեմենտի զավոդներում, դու երբ ուզում ես զավոդը աշխատցնում ես, երբ ուզում ես չես աշխատցնում, մի 3 ամիս աշխատցնում ես, մի 5 ամիս մարդկանց տուն ուղարկում, հետո մենք սա գիտենք ամեն ինչը ոնց է արվում, ոնց եք անում, մարդիկ մնում են առանց աշխատանքի, առանց վարձատրության, առանց որևէ մի բանի, մարդիկ աշխատում են, մարդիկ Գագիկ Ծառուկյան ուշադիր լսի, մարդիկ աշխատում են, դու քրտնում ես ու չգիտես ինչու հարստանում, իսկ այդ մարդիկ հիվանդանում, այդ ցեմենտի փոշին կուլ տալի, թոքերը բանը լարի փչացնում ու ոչ մի բանի իրանց ցամաք հացի փողն էլ չեն կոմոտա, իսկ հիմա պետությունը վերցնում է իր վրա, ճիշտ անում, որովհետև դուք գողանում եք, դուք հարստանում եք, իսկ պետությունը աղքատանում է, հասկանում ես Գագիկ Ծառուկյան, հիմա պետությունը վերցնում է իր վրա, որ պետությունը աշխատցնի, պետությունն էլ հարստանա, մարդիկ էլ ամեն ամսի աշխատանք ունենան, ոչ թե 4-5 ամսով առանց վարձատրելու օդպուսկ ուղարկեն,
Մարդիկ հոսաղ գիտեն, հոգո ասելով չի, փորը տնգում ես սիրուն կուրտք է կհակնում, սիրուն սարոշք է կհակնում, ես եմ Ծառուկյանն եմ, սենց եմ, սենց եմ անում, նենց եմ անում, հանում ես քո համար ես անում, ուրիշ ոչ մեկի, ամբողջ Հայաստանը քրտնում է, դու հարուստանում ես, հետնել ասում ես քրտնել են գիշեր ցերեկ, ամբողջ Հայաստանը աշխատում է, դու հարուստանում ես, բայց պետությունը ինչ չի հարուստացել, ինչի պետությունը չի հարստացել, մի խոսքով Գագիկ Ծառուկյան, պետությունը ճիշտ է անում, լրիվ ավերցնելու, այսօր պետությունը հլը աղքատ է, բայց որ արդեն կամանց կարողանում է այդ բաները նորից ետ վերցնել, ուրեմն պետությունը արդեն հարստանում է, այսօր ցեմենտի զավոդն է վերցնում, վաղը Գազպրոմն է վեկալելու, մյուս օրը մի ուրիշ բան, ամբողջովին վեկալելու է, 51% ամեն ինչի պետք է լինի պետության սեփականությունը, հասկանում ես, բայց ասում ես, այդ բաներիդ վաղտը ասում ես, Գագիկ Ծառուկյան ասում ես, պետությունը վարկերը հեչանի, մինչև 3 միլիոն, ես մի բան են, այդ ինչով հեչանի, եթե պետությունը ինքը չաշխատի, ինչով հեչանի եղբայր, հա? Քո համար այդ ամեն ինչը աշխատեն, դու միլիարդատեր դառնաս, պետությունը ոչ մի բան, ու պետությունն էլ այդ վարկերը բան փակի, հա, ինչով փակի, այդ դենց 51%-ները պետությունը վեկալելու է, քեզ թողելու է անդե, չգիտեմ ինչքան տոկոս ու դու միշտ աշխատելու ես, աշխատացնելու ես զավոդը, քեզնից լրիվ չի վեկալելու, 51%-ը, այդ տենց է, կարող է և լրիվ վերցնի, տա ապշե ուրիշ մարդու, մյուս անգամ տես բաներ չասեք, Փաշինյանը հիմա պետություն է սարքում, դուք սարքել եք գողապետություն, պետությունը թալանելուս եք եղել, մինչև 18 թիվը, իսկ Փաշինյանը հիմա սարքում է պետություն, որը կարողանա և հոգալ մարդկանց, և վնասներ, պետությունը վնասներ ա կրում, ջրհեղեղներ ա լինում, չգիտես 1000 տեսակ բաներ ա լինում, պետությանը պետք է ունենա իր 50%-ը մեր Հայաստանի բոլոր ընդերքի, այն բոլոր ընդերքը, որ լրիվ ոսկու հանքեր ա, էսա, այնա, ինչ կա, չկա, սա հատ-հատ տալու եք պետությանը, հատ-հատ, պետությունը հիմա ուղղակի այնքան չի հարուստ, որ մի անգամից վերցնի, բայց հատ-հատ, այս 5 տարվա մեջ լրիվ Հայաստանում ինչ կա, չկա, լրիվ դառնալու է 51%-ը պետական, որ պետությունը կարողանա ամեն ինչը, պետությունը կարողանա թանկ բենզին առնի, ինքը սուբսիդավորի բենզինի գինը էժանանա, հիմա այսօր ինչ եք ասում, հիմա Նարեկ Կարապետյանը ինչ է ասում է, հեծում վնաս են անում, պետությունը թաքուն ֆինանսավորում է, որ միջև այս ընտրությունները ասում է, մարդիկ չիմանան, հասկանում եք, պետությունը թաքուն ֆինանսավորում է, որ մարդիկ չիմանան, ոչ Նարեկ Կարապետյան ջան, ես այդպես չգիտեմ, պետությունը ընդհակառակը, այն որ բան էին անում, մարդիկ հոսանք էին քաշում բան, պետությունը ընդհակառակը 40% գները էժանացրել է, Հիմա չասես, թե դա էլ է պետությունը իր հաշվին անում, հենց այս ընտրությունները պրծնի նորից թանկացնելու է, ոչ, 40% հետա էժանացրի, հեսա մի քիչ վաղտ անցնի, տենալու ես լուսի գներն էլ է իջացնում, էդ էլ է լինելու է, որովհետև պետությունը ինքն է կանտրաբան անում, այդ ամեն ինչը կոնտրոլիրovat անում, իսկ դուք ինքներդ եք հարուստացել,
թե հեծով, թե ոսկու հանքերով, թե են մեկով, թե են մեկով, թե են մեկով։ Մարդիկ աշխատել են իրանց համար մի չնչին աշխատավարձ ստացել, դրանից պետությունը մի չնչին տոկոս գանձելա որպես հարկ, մնացածը ձեզ համար է, ձեր 80%-ը հաշվեք, ձեր սեփականությունը ձեզ համար ինչ ուզել արել եք։ Պետության ունեցվածքը։ Անունն էլ դնում եք, թե դուք ինչ որ բան եք արել։ Դե հիմա ասեք տենամ հեծը ինչքանով եք արել։ Հեծը вообще կոպեկներով եք արել, իսկ հիմա ուզում եք միլիարդներով պետության վրա վաճառեք։ Այդտենց ամեն ինչը պետությունը ամեն տարի հարստանալով մի բան վերցնելու է իր համար, պետությունը։ Պետությունը եթե մնա ծաղկած, պետությունը ոչ մի բան չի կարա սուբսիդավորի, ոչ մարդկանց բուժման համար, ոչ թոշակ բարձրացնի, ոչ մի բան չի կարա։ Իսկ դու ուզում ես ինքը աշխատի, ինքը հարուստանա, իբր լավություն անում, որ մարդիկ ընդի էշի պես աշխատում են թոզը կուլ տալով, այդ մի չնչին աշխատավարձ է տալի, իր կարծիքով դա մարդկանց լավություն անում։ Այսօր իր ասածը էդ էր նշանակում։ Դրեք նայեք էլի իր ասած խոսքերը։ Մարդու խնդալ էլ է գալի։ Մարդկանց սավսեմ դրել են էշի տեղ։ Մի խոսքով ստես բաներ ժողովուրդ ջան, մի երկու խոսքել ուզում եմ են, ես նրան գյադա եմ ասում են, Օսիպյանա ինչա եմ, որ եկել էր բաներ անում ընդե, իրանց լեզվով ասած Փաշինյանի առաջ լոկ էր անում, տղա ջան, ով չգիտի որ Փաշինյանը են որ քեզ ասում է բա դու ինչ չես զոհված գիտես թե սուտ է ասում ես էլ եմ ասում մենակ 44 օրյային իմ հարազատներից 3 հոգի զոհվել է իսկ դու ինչ էիր անում ես հետևել եմ պատերազմի ժամանակ հեռախոսը ձեռդ լայվ էր անում Բայց գլուխդ վիզդ հաստացրել ես, ինչ չէր գնում կռիվ։ Ես ակասես ես կռվին մասնակցել եմ։ Ոչ մի տեղ էլ չես մա, սաղորը լայվեր էիք անում։ Ոնց լայվեր անում էիք, տենց եկել եք շարունակում եք, տենց էլ լայվեր եք անում։ Լայվը ինձ համար է ես, մեզ մարդեն տարիքով, պարապ, սարապ, մարդեմ, ես կարամ վերլուծեմ, ինչա կատարում, ինչ չի։ Դուք ինչ, դուք պետք է աշխատեք, տղա ջան, ջահել երիտասարդներ եք։ Դուք պետք է աշխատեք, որ այս երկիրը զարգանա։ Գոնե մինչև 60 տարեկանը պետք է աշխատեք։ Նստել եք ամեկդ մի հեռախոս ձեռներդ սաղորը լայվ եք անում։ Եկել ես Փաշինյանից ինչ որ բան ես պահանջում։ Բա 30 տարի ինչ չէիք կարողանում պահանջեք։ Եկել ես ասում ես սես փաստաթղթեր, Փաշինյանից եք պահանջում։ Փաշինյանից պահանջելու ընդհանրապես։ Ես որ այդ թեման իրականում զարգացնեմ, դուք սաղդ պետք է գժվեք, ընկնեք գիժանոցները։ Փաշինյանից ընդհանրապես պահանջելու ոչ մեկը ոչ մի հատ սենց իրավունք ընդհանրապես չունի։ Ընդհանրապես։ Դու եկել ես ասում ես ես փաստաթուղթ կար ընդ դրած ինչի չես ստորագրել կամ ինչ չես արել։ Յա, իրոք։ Թուրքն էլ մեռած էր էլի, սպասում էր որ դուք պետք է ինչ որ որոշումնի անեիք, ընդ Փաշինյանը մի ինչ որ բան չի ստորագրել, տենց պատերազմը պարտվեցիք, հա։ Թուրքի որոշումը որ ձեզ բոլորին քոչացնի ինձ։ Լրիվ մի հատ մարդ չթողի։ Հիշում եք մեր ժամանակներում մի հատ զրույց կար, որ ասում էին Հիտլերն ասելա, այս ազգին լրիվին վերացնելու եմ, տրտելու եմ ավելի շուտ, մենակ մի հատ պահեմ մուզեի համար։ Հիշում եք ժողովուրդ ջան, տարիքով մարդիկ կհիշեն, անեկդոտի նմանը սենց ասում էին։ Այդ նույն Ձեև Ալիևն ա որոշել, որ մի հատ չի թողելու ուտե։
Ինչ կա 11 թվից են Սերժ Սարգսյանը խնդրում էր, որ այդ շրջանները հանձնի, լիշ բա Ալիևը կռիվ չսկսի, 11 թվից Կազանում խնդրում էր, Ալիևը ասեց, յոխ, полностью весь Карабах вместе со всеми районами и точка. Ալիևի խոսքը։ Հիմա եկել եք, Ալիևը սենց ասեց, Ալիևն ասեց 300,000 մարդ դեմ բերի, ես դեմ անի, հա, 100 տարի էլ մենք ասում ենք Թուրքիայի 40%-ը Հայաստանի տարածքն է, Բաքուն Բաքուրակերտն է, Կիրովաբադը Գանձակն է, Ղարաբաղը Արցախն է, 100 տարի է չենք ասում, հիմա էլ նրանք են մեր վրա կայֆ բռնում, ինչ եք ուզում, որ վարչապետի թեկնածուները առավոտից իրիկու թուրքից են խոսում, առավոտից իրիկու, արա, էլ բան չունեն ասում, առավոտից իրիկու թուրքից են խոսում, թուրքը գալու արդեն են օրը ասում, ինչ 300, 500 հնարավոր է 1 միլիոն թուրք գա Հայաստան, բա դու վարչապետի թեկնածու ես, ասենք թե դու չես ընտրվում, մեկն է ընտրվում, դու էլ Հայաստանի կողմնակից չես, հա, Այտենց եք եմ մտածում, այտենց եք մտածում, 15 հոգի վարչապետի թեկնածություն եք տվել, ցանկացած վարչապետը ով ընտրվեց, բոլորիդ համար երկրի վարչապետը նայ արա, դուք կայնել եք թուրքին եք բանալում, թուրքը սենց ասել, թուրքը դենց ասել, այսօր էլ մի Քանի հոգի ինձ են գրել, սենց են անում, մնի ազգն էլ Աբրամյանա, ինձ գրել է, կարող է քո Նիկոլը չի ասեց, որ բարխուդարլուն տալու եմ, ասի տղա ջան, էդ որ պապըտ ազգը վերակալ է Աբրամ, թուրքի ազգ, Այդ բարխուդարլուն էլա, չգիտես ինչու թուրքի անուն, հենց այդ պապըտա 100 տարի առաջ, այդ բարխուդարլուն ճանաչել, Ադրբեջանի մաս, հիմա Նիկոլի տալով չտալով, կարող է պատահի մի 100 տարի էլ բարխուդարլույը, ես ասի բարխուդարլույի համար մի է կրվի տղա ջան, դու էլ կրվի Արցվաշենի համար, ասա բարխուդարլուն եթե տանք, Մենք Արցվաշենը պետք է մենք հետ ստանանք, դու Արցվաշենի համար կրվի, դու ինչի ես Բարխուդարլուի համար կրվում, որը օֆիցիալի համարում է Ադրբեջանի տարածք, անկլավա, ինչ քաքա, նրանց տարածք է համարվում, դու մերն էլա անկլավա Ադրբեջան, դու Արցվաշենի համար կրվեք, ոչ թե ադրբեջանական համարվող օֆիցիալի տարածքների համար ստեղ գալմաղալ արեք, Դուք էլ Արցվաշենի համար առավոտից իրիկու ասեք, ոչ թե վարչապետին ասես բանի տեր բան արեք անընդհատ, ինձ համար կապ չունի, ես ասում եմ 10 տարի Քոչարյանն է եղել, 10 տարի Սերժ Սարգսյանն է եղել, մենք ինտերնետում համացանցում բոլորին ճղում էինք նրանց համար, իսկ հիմա ինչ է կատարվում, Քոչարյանն ասում է Քոչարյանականներ, այս մեկ են մեկ Նիկոլին պետքա ճղենք, հասկանում եք, թշնամուն թողած Նիկոլին են սաղնել ճղում, արա Նիկոլը ձեր վարչապետն է, մեր երկրի վարչապետն է, երբ որ դուք կդառնաք վարչապետ, այն ժամանակ ուզում եք ճղեք, ուզում եք թուրքին ճղեք, ուզում եք ճղեք, Մի խոսքով սենց բաներ, ժողովուրդ ջան, ինչը որ մերը չի, ժողովուրդ ջան, մենք չենք կարա պահենք, դա չի նշանակում, թե Նիկոլը պետք է տա, Նիկոլը պետք է Արցվաշենը ետ բերի, ես ասում եմ Նիկոլ, եթե Արցվաշենը դու ետ չբերեցիր, դա լավ չի լինելու, կամ էլ հակառակ դեպքում պետական մակարդակով այդ տարածքների հետ փոխանակում,
Արծվաշենը մնում է իրանց մոտ, ոնց որ հիմա իրանց մոտ է, այդ բարխուդարլու էդ էլ մնում է մեր մոտ, Տիգրանաշենը բանը մնում է մեր մոտ, ոնց որ մեր մոտ է, վերջ։ Ոչ մի ուրիշ ձև հնարավոր չի կարա լինի։ Նրանք պետք է մերը վերադարձնեն, մենք պետք է նրանցը վերադարձնենք։ Եվ վերջ։ Ադրբեջանն ասում է 300,000 հատ թուրք ուզում է գա Հայաստան բնակվի։ Մենք էլ ենք, ես ինքս Ադրբեջանի ծնված եմ։ Ես էլ եմ ուզում գնամ իմ Ադրբեջանի իմ որտեղ ծնվել եմ ընդ բնակվեմ։ Ես էլ եմ ուզում։ Գիտեք չեմ ուզում, թե չեմ ուզում։ 500,000 հայ դուս ա եկել։ Դուք էլ ասեք, մենք էլ ենք գնում 500,000։ Թուրքը կգա, բայց դուք տակներդ կանեք, չեք գնա։ Այսօր հիմա որ ասենք ես Ղարաբաղցիները ասենց խոսում են, չէ՞։ Ճանապարհը բացի ասա գնացեք, ոչ մեկը չի գնա։ Ոչ մեկը։ Ոչ մեկը չի գնա։ Այդ Օսիպյանն եք ասում, ինչ եք ասում, այդ երեխեն, որ վարչապետի առաջին տես մեծ խոսում էր։ Նա Ղարաբաղում ոչ աշխատել է, ոչ պաշտոնյա ալել, ոչ էս ալել, ոչ է։ Իր անունից կոմիտասի վրա կվարտիրա ունի առած։ Այդ փողը նրան որդյան։ Մենք էլ ասենք, ես տարիքով մարդ եմ, դուք ասենց ինձ մի նայեք, ես ամեն բանից էլ տեղեկացված եմ։ Կոմիտասի վրա այդ տողուն իր անունից տուն ունի առած, կվարտիրա։ Ընդ կվարտիրեքը գիտեք, միջև 200-250,000 դոլար փող է կազմում։ Որդյան։ Տղա ջան, այդ որ Նիկոլին ասում ես, փողերը ում ես ղարգել, քեզ էլա չէ բաժին հասել։ Ինչ որ մեկից, թե ումից։ Ժողովուրդ ջան, в общем, լավ եղեք, առողջ եղեք։ Երեք մի քանի հոգի ընդ գրել են, ես լրիվ կարդում եմ, ժողովուրդ ջան։ Հենց պարապ եմ մնում, չեք կարդում եմ։ Մի քանի հոգի գրել են, իբր իմ խոսելուց հետո իրանց ճնշումները դզվել է։ Ժողովուրդ ջան, կարող է ձերը դզվել է, բայց իմը բարձրանում է շատ խոսալուց։ Շատ չխոսամ, ես ցանկանում եմ, որ բոլորի ճնշումները իջնի, ամեն ինչը գլուխներն ու չցավի, հիվանդություն չունենաք, առողջ լինեք, լավ լինեք, միշտ այս հենց ուրախ լինեք, ինչ ասեմ ժողովուրդ ջան։ Լավ եղեք, քիչ մնաց, մի քանի օրից, եթե թույլ տան հանկարծ չբռնեն ինձ, ընդերք սահմանների վրա գալու եմ։ Լավ եղեք, մինչ երեկո։